Հացիկ և Խանջյան գյուղերի գյուղացիական տնտեսությունները առավոտյան փակել էին Արմավիր Գյումրի միջպետական ճանապարհը։ Ոստիկանների հորդորով ճանապարհը բացել էին, սպասում էին պատկան մարմինների ներկայացուցիչներին։ Խոստացել էին 12:30-ին հանդիպել գյուղացիների հետ։ Բողոքի ակցիան կապված էր դեղցի իրացման խնդիրների հետ։ Գյուղացիներն ասում են, պտուղը հասունացել է, թափվում է ծառերի տակ, գնորդ չկա, մթերման սակագինը ցածր է։ Այգետերերը մտահոգված են, հարյուրավոր տոննաներով դեղցի ճակատագիրն անհայտ է։ Ուրեմն 20 տոն դեղցին է, ծառներ տակը լսվել է, ուր տանեմ, շուկա տանեմ, չէ դերեմ ծախեմ 100 դրամ։ Դեպուտատի մի ամսվա ռոճիկը, ուրեմն 100 հոգու թոշականը։ Ոչ մեկը գյուղացոր չէ, ես որ հարգություն չկա, այդ դեպուտատի ճոբ դե ապրես, ոստիկանների ճոբ դե ապրեն, այդ մնացած ծախսերի ճոբ դե անեն։ Բերանոցների ինչ վերցեն։ Մեկը ես հրիշչյանը, վախենում է։ Եթե ճամփա չունեք, ուր է տան։ Ուր պիտի տանես, կա տեղ տանելու, դու տեղ գիտեք, ասեք մենք էլ իմանանք տանենք։ Դարդե տակը լիք է դա, բանալ գամին է թափում է, մենք մոլերել ենք, գիտեք ինչ ան։ Քեցի ժողովրդի ջանին, Աշխատող բերեմ ու 1000 փող է տալım, ավտոյի փող է տալım, հացը կերցեն մեզ, զավոդ իշխանով տանեմ 50 դրամ զավոտամ, այդքան չի կրեմ հավաքել։ Այդքան չի կրեմ, ես իմ նապարիչով է։ Կան այս քրտնիկ այս արտադրությունը տենան, ոմը ղեկավարներն ասում համալսարան սովորեիք, համալսարանի գործ ունենայիք, բայց բարեկիր քաղաք երկրներում զարգացած Եվրոպայում, Ամերիկայում առաջնային էր գյուղացին է։ Այդ 200 դրամ սուբսիդը թող բերի գյուղապետների ներկայությամբ տանենք դաշտերը ցույց տանք, մոտավորապես հաշվարկենք, թող 200 դրամ սուբսիդները տա մեզի, որ սառը պատերազմի դեմ է։ Մենք էլ մեր բերքը ծերանոցներին, բանակներին տանենք շենքի հայատներով նվեր տանք, քաղաքացուն կլինի ազգասիրություն։ Թող քաղաքացին այս ակցիային միանա։ Հերիքա Հայաստանի Հանրապետություն գյուղացի նշանակում է ճորտ, ջրի վարձը հարկադիր, հողի վարձը պտի տանք, բայց ոնց պտի տանք։ Խանջյանցի Արմենը 15 տոննա դեղց ունի, բերքահավաք չի իրականացրել, ասում է մեկ արտահանող է գյուղ եկել, 1 կիլոգրամ դեղցի համար 100 դրամ է առաջարկել, իսկ ջրարտադրողներն ու մթերող կազմակերպությունները կրկնակի ցածր սակագին են առաջարկել։ Գյուղացին անելանելի վիճակում է հայտնվել, ընտանիքը կերակրելու խնդրի առաջ է կանգնել։ 150 դրամը ինքը ստանում է, ֆորտանողն էլ 250 դրամ է ստանում, այսինքն ինքը ձրի ապրանքը գալը մը գյուղացուց վերցնում է, գյուղացին տուժում է, պետությունն էլ տուժում է, այդ գյուղացին էլ պետության մի մասնիկն է, այդ 150 դրամն էլ է մեր փողը, այդ էլ է մեր փողը, այսինքն չրագործը վերցնում է ձրի ապրանքը, հենց ընեց, տանում է չիրանում, ասում են դրանից բանը, չիրանում ծախում է խոսքի չրից եկամուտը իրան է մնում, ոչ, չրագործին պետք է ստիպվի, 150 դրամ տալիս են քեզ, 100 դրամ էլ պարտավոր ես գոնե քո գրպանից դնես 250 դրամ տաս գյուղացուն, որ գյուղացին ինքը կարողանա իր հոգսերը հոգա։ Այսինքն դեղցը մենք այն ժամանակ եթե հավաքում ենք 2-3 տարի առաջ հավաքողը գալիս էր 5000 դրամով էր ինքը աշխատում։ Հիմա աշխատում է 10000 դրամով։ Թունաքիմիկատները թանկացել է, տրակտորը թանկացել է, ամեն ինչը թանկացել է։ Ասենք էդի մարդիկ ասում են խոսքի ջրի վարձ չեն կանտա, սուտ է, ջրի վարձը հարել է մի կողմ։ Ջրի հողի դրանք կոպեկներ են, բայց աշխատանքը այդ ամեն ինչի աշխատանքը թանկ է, հիմա քամին ջարդում է, կարկուտը ջարդում է, ամեն ինչը ջարդում է, հասկացանք պետությունը այս վիճակի մեջ է։ Եթե պետությունը փող է տալիս է ժողովրդի փողը։ Ուրեմն այդ ժողովրդի փողը պետք է հասնի ժողովրդին։ 100 դրամով այսօր եկել է գյադեն ասում է խոսքի հավաքում են բան։ Դեղց եմ հավաքում, մանր ախպեր, բա խոշորն ինչ անենք։ Լավ 100 դրամով հավաքում ես 250 դրամ, հասկացանք տեղ չկա տանելու, էսի չկա, ինչ չկա։ Թող բացեն։ Թող մտածեն, չէ, ուրեմն մարդը ճիշտ բան ասում, բերեք, կամ էլ այդ 250 դրամը տվեք ժողովրդին, խոստանում ենք, որ վերցնենք տանենք, քաղաքացին էլ չի կարում իր դեղց առնի ուտի, կամպոտ փակ։ Տանենք ձերի բաժնի։ Տանենք ձերից շենքերի հատ ամեն ընտանիքին ամեն մեկը տանի խոսքան դնենք։ Շենքի դեմ։ Արեք մի ящик բանանի կարոբկով վերցրեք։ Այդ առևտրականը գալիս է ինչ 100 դրամով առի տան իրան ինչա սուբսիդա։ Թող մեզ սուբսիդա։ Հիմա նայեք 250։ Ես եմ բերք արտադրել, թող ինձ տա այդ բերքը, թող զավոդը բացի տանեմ թափել զավոդը։ Չէ, թող տանենք քաղաքը տանենք, բաժնենք ժողովուրդը թող ուտեն, առեն կամպոտ փակեն։ Ինչքան տոննա ունի, 15 տոննա ունի, անքես 10 տոննայի փող տարտուր ծերանոց, զինվորին, մանկատուն, չգիտեմ, տար հաստրակ գյուղի ժողովրդին,
տուր իրան ծրի, ասա ան մշակի կեր։ Գյուղացիների հետ հանդիպման եկավ Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, ասաց խնդրին ծանոթ է, մարզային եւ համայնքային իշխանությունները այս պահին էլ լայնածավալ քննարկումներ են իրականացնում։ Մարզպետը էկոնոմիկայի նախարարությունում այդ հարցն է քննարկում։ Կառավարությունը զբաղվում է այս հարցով։ Ես կառավարությունը զբաղվում է ցավը տանեմ, ես քո ասածը հալա ջուրի պես ընդունում եմ, բա փոփոխությունը։ Բարձա չէ որ ես Բարձա չէ որ ես վստահ եմ եղել որ այս հարցը լուծելու եմ։ Դրա համար եմ եկել այստեղ։ Գյուղացիները հստակ պատասխան էին ակնկալում, երբ, որտեղ եւ ինչ սակագնով է հնարավոր իրացնել դեղցը։ Ժամը 6-ին պայմանավորվենք, ժամը 6-ին ես կգամ գյուղի մեջ, այն կալցավոյի են ծառի մոտ, նորից կխոսանք։ Համայնքի ղեկավարը առաջարկեց ժամը 18-ին Հացիկում, այնուհետև Խանջանում հանդիպել գյուղացիների հետ եւ փոխանցել իրացման խնդիրը կարգավորելու նպատակով տեղի ունեցած քննարկումների արդյունքները։ Գյուղացիներն առաջարկն ընդունեցին եւ պայմանավորվեցին նշված ժամին հանդիպել գյուղի կենտրոնում։